Տեսնենք, թե ինչպես է այս պետությունը խոչընդոտում սպորտի զարգացումը Հայաստանում։ Սա քաղաքապետարանի կողմից հովանավորվող Արաբկիրի մինչև 14 տարեկան բասկետբոլի թիմն է, որը վերջերս հաղթել է Հայաստանի բասկետբոլի առաջնությունը։ Արաբկիրի մարզադպրոցի մարզադահլիճը այս երեխաներին պարապմունքների համար տրամադրվում է շաբաթական ընդամենը 3 անգամ յուրաքանչյուր 1.5 ժամով։ Այս երեխաները այլ ժամերին զրկվում են պետական մարզադահլիճից օգտվելու հնարավորությունից, քանի որ ոմանք մարզասրահը վարձակալության են տալիս 25,000 դրամով 1.5 ժամվա համար։ Արաբկիրի շրջանում միակ գործող բացօթյա բասկետբոլի դաշտը Երազ թաղամասում էր, որտեղ ապրում են խաղացողներից մի քանիսը։ Սակայն վերջերս Երազ թաղամասը հանել է բասկետբոլի օղակները և տեղադրել ֆուտբոլի դարպասներ։ Չնայած Երազի դաշտը ռետինե է, նրանք պնդում են, որ գնդակի վարելը աղմուկ էր հանում։ Այս երեխաների առաջնությունը հաղթելու հիմնական պատճառներից այն է, որ նրանց մարզիչը կարողացել է վարձակալել մեկ այլ մարզասրահ և լրացուցիչ մարզումներ առաջարկել։ Ի տարբերություն նորմալ երկրներում երեխաները տարվա 12 ամիս մեկ անվճար մուտքի իրավունք ունեն քաղաքային մարզասրահներ, որտեղ կարող են փիքափ խաղեր խաղալ միմյանց դեմ, օրական հարյուրավոր նետումներ անել, որպեսզի իրանց հպտությունները զարգանան։